Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչն այցելել է Անկարա։ Մագդալենա Գրոնոնիքսի էջում գրել է, որ ի թիվս այլ հարցերի քննարկվել է Հայաստան-Ադրբեջան եւ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Նա շնորհակալություն է հայտնել թուրքական կողմին բաց եւ կառուցողական քննարկումների համար։ Գրոնոյի խոսքով անդրադարձ է եղել հետագա գործակցության հեռանկարին, որը կարող է օգուտ բերել Թուրքիային, Հարավային Կովկասի, Կենտրոնական Ասիայի եւ Եվրամիության երկրներին։ Աճող գլոբալ մարտահրավերների ֆոնին անհրաժեշտ է կրկնապատկել ջանքերը նպաստելու կայունությանը, անվտանգությանը եւ խաղաղությանը, ընդգծել է ԵՄ հատուկ ներկայացուցիչը։ Երբ սպառնում եք ինձ, ես չեմ ցանկանում բանակցել, ինչ ուզում եք, արեք։ Այսպես Իրանի նախագահը պատասխանել է միջուկային գործարքի շուրջ ուղիղ բանակցություններ վարելու Դոնալդ Թրամփի կոչին։ Իրանական կողմը դատապարտել է Թեհրանի նկատմամբ Վաշինգտոնի սպառնալիքի եւ ճնշման քաղաքականությունը։ Բանակցություններ վարելու Թրամփի առաջարկը մերժել է նաեւ Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ կնախընտրեր միջուկային գործարք կնքել Թեհրանի հետ, չբացառելով ռազմական ճանապարհով գնալու տարբերակը։ Միևնույն ժամանակ հայտնի է դարձել, որ մարտի 14-ին Պեկինում Չինաստանի, Ռուսաստանի եւ Իրանի մասնակցությամբ հանդիպում կանցկացվի։ Օրակարգում է այդ թվում Իրանի միջուկային հարցը։ Թբիլիսիի քաղաքային դատարանը Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլուն մեղավոր է ճանաչել առանձնապես խոշոր չափերի պետական միջոցների յուրացման համար եւ դատապարտել 9 տարվա ազատազրկման։ Այս գործով մեղադրվում է նաեւ պետական անվտանգության ծառայության նախկին ղեկավար Թեյմուր Ջանաշյան, որը պարտավորվել է վճարել 300,000 լարի տուգանք։ Թբիլիսիի Վիվամեդ կլինիկայից ուղիղ եթերում Սաակաշվիլին խնդրել է հետաձգել դատավճիռը առողջական վիճակի պատճառով, սակայն դատարանը չի բավարարել նրա խնդրանքը։ Համասը հայտարարել է, որ մեկնարկել է Գազայի հատվածում հրադադարի շուրջ բանակցությունների նոր փուլը։ Շարժումը հույս է հայտնել, որ դիվանագիտական ջանքերը հաջողությամբ կպսակվեն։ Ակնկալվում է, որ Համասի ներկայացուցիչները կհանդիպեն գերիների հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացի հետ։ Ավելի վաղ Իսրայելի վարչապետի գրասենյակը հայտնել էր, որ իսրայելցի բանակցողները մարտի 10-ին կմեկնեն Կատար, ակտիվացնելու Գազայում հրադադարի եւ Համասի գերեվարած անձանց ազատ արձակման շուրջ բանակցությունները։ Կանադայի նկատմամբ մաքսատուրքերը 25-ից 50% հասցնելու մտադրության մասին Դոնալդ Թրամփի հայտարարության ֆոնին տեղի է ունեցել ԱՄՆ առևտրի նախարարի եւ Օնտարիո նահանգի ղեկավարի հեռախոսազրույցը։ Քննարկվել են տնտեսական գործակցության հարցեր։ Նախարար Հովարդ Լուտնիկը համաձայնել է մարտի 13-ին հանդիպել Օնտարիոյի վարչապետ Դագ Ֆորդի հետ, քննարկելու ԱՄՆ-Մեքսիկա-Կանադա ազատ առևտրի համաձայնագրի երկարաձգումը։ Դրա դիմաց Օնտարիոն կչեղարկի Միացյալ Նահանգներ էլեկտրաէներգիայի արտահանման համար 25%-ի մաքսատուրքը։ Ավելի ուշ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կվերանայի Կանադայից պողպատի եւ ալյումինի համար 50%-ի մաքսատուրք սահմանելու որոշումը։ Եվրամիությունից պողպատի եւ ալյումինի ներկրման համար ամերիկյան 25%-ի մաքսատուրքերին ի պատասխան Եվրահանձնաժողովը արագ եւ համաչափ հակաքայլեր է ձեռնարկում, հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավարը։ Ուրսուլա ֆոն դեր Լայենի խոսքով, քանի որ Միացյալ Նահանգները 28 միլիարդ դոլարի մաքսատուրք է սահմանում, ԵՄ-ն էլ պատասխանում է 26 միլիարդ եվրոյի մաքսատուրքով։ Որոշումը վերջնականապես ուժի մեջ կմտնի ապրիլի 13-ից։ Եվրոպական մաքսատուրքերը կտարածվեն Միացյալ Նահանգներից արդյունաբերական եւ գյուղատնտեսական ապրանքների վրա։ Բացի այդ ԵՄ-ն կվերականգնի 2018 եւ 2020 թվականներին սահմանված մաքսատուրքերը։ Այս հարկերը վնասում են բիզնեսը, վատ են սպառողների համար, առաջ է գալիս աշխատատեղերի հարցը։ Գները կբարձրանան եւ Եվրոպայում եւ Միացյալ Նահանգներում, մտահոգություն է հայտնել Լայենը։ Ավելի վաղ Դոնալդ Թրամփը մեղադրել էր Եվրամիությանը Միացյալ Նահանգներին խաբելու եւ համբերությունը չարաշահելու համար։ Սպիտակ տան ղեկավարի կարծիքով Եվրամիությունը ստեղծվել է Միացյալ Նահանգներին վնասելու համար։ Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը եւ ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Ջոն Ռեդքլիֆը հեռախոսազրույց են ունեցել, պայմանավորվել կանոնավոր շփումների մասին։ Ռուսական կողմի տվյալով դրա նպատակն է մեղմել Մոսկվա-Վաշինգտոն առճակատումը, նպաստել միջազգային կայունությանն ու անվտանգությանը։ Նարիշկինը եւ Ռեդքլիֆը քննարկել են նաեւ հատուկ ծառայությունների գործակցությունը ընդհանուր հետաքրքրության ոլորտներում եւ ճգնաժամային իրավիճակների հանգուցալուծման հարցում։ Դիանա Գասպարյան, լուրեր։